Պիտի սորվեք հայոց հայբուբենը, պիտի սորվեք հայոց լեզուն, պիտի սորվեք հայոց երգը, հայոց պատմությունը։ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հայապահպանության ուղերձը Լոս Անջելեսի Սուրբ Պետրոս եկեղեցու շաբաթօրյա դպրոցի սաներին է ուղղված։ Նրանք իրենց ուսուցիչների հետ մի հետաքրքիր գաղափար են իրականացրել, կարդացել, ուսումնասիրել եւ ի վերջո բեմադրել են Սասունցի Դավիթ էպոսը։ Դուք չեք պատկերացնի երեխաները ինչ մեծ ոգևորությամբ էին լսում, ինչ ապրումակցումով էին հետևում ամբողջ այս պատմություններին եւ կարող եմ հպարտորեն ասել, որ այս հերոսները, մեր էպոսի հերոսները դարձան նրանց հերոսները։ Եթե ուզում ես հային ճանաչել, պիտի ճանաչես էպոսը։ Սփյուռքում հայկական շաբաթօրյա դպրոցները կարևոր առաքելություն ունեն՝ պահպանել հայախոսությունը համայնքում, դաստիարակել հայեցի սերունդ, նրանց մեջ ներարկել սեր դեպի հայրենիքն ու հայկական մշակույթը։ Շաբաթօրյա վարժարանը կազմակերպված է մասնավորապես այն աշակերտներու համար, որոնք բادرություն ունին ամենօրյա վարժարան մեկնելու եւ այնտեղ սորվելու հայոց հայբուբենը, հայոց լեզուն, հայոց երգը, պատմությունը եւ մշակույթը։ Մենք դակավին պետք է բազմապատկենք մեր ջիքերը, որովհետեւ ավելի մեծ թիվով աշակերտներ ներգրավենք, իրենց մեջ հայոքի դակցություն արտնցնենք, իրենց հայոյքնությամբ հբարդանան եւ համոզված հայերեն սորվին եւ սորվեցնեն։ Առանց լեզվի չկա փրկություն։ Առանց հայ մշակույթի չկա փրկություն։ Սուրբ Պետրոս եկեղեցու շաբաթօրյա դպրոցում սովորում է 220 աշակերտ, ուսուցանվում են եւ արևելահայերեն եւ արևմտահայերեն։ Հույս ունեն առաջիկայում դասարանների թիվը կավելանա եւ ավելի շատ հայ երեխաներ կհաճախեն դպրոց։ Հայապահպանության գործում մանկավարժներից բացի կարևոր դեր ունեն նաեւ ծնողները, ասում է վարժարանի փոխտնօրենը։ Միացյալ Նահանգներուն մեջ եթե մտածես քու ինքնությունդ պահպանելու մասին, դու պետք է ամեհի ալիքներուն թեմ լողաս, ալիքներուն հոսանքին, զորավոր հոսանքի թեմ պետք է լողաս։ Հոսանքը ամեն օր առավոտվանի մինչև երեկո մեր զավակները կարնի կտանի տեպի ամերիկային ացում, իսկ մենք ոգի իբրին պետք է աշխատանք դանենք, որպեսզի կարողանանք մեր ինքնությունը պահել եւ փոխանցել մեր զավակներուն, մեր հաջորդ նոր սերունդներուն։ Այս դպրոցում շատ բան եմ սովորել, շատ լավ դպրոց է եւ ես շատ ուրախ եմ ստե գալ միշտ։ Ընկերներիս եմ տեսնում, դասատուները սաղ շատ բարի են եւ լավն են եւ շատ բան սովորացնում են ստե։ Համայնքի ներկայացուցիչների կարծիքով Սփյուռքում ազգային ինքնության պահպանման ամուր հիմքը ընտանիքի, եկեղեցու եւ դպրոցի գործակցությունն է։ Երեխաները, որոնք խոսում, կարդում, գրում են հայերեն, սփյուռքահայ համայնքի ապագան են։ Արամ Մարանդյան, Ժիրայր Գրիգորյան, Հակոբ Փափազյան, լուրեր։